Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի աշակերտների ձերբակալությունը, այնուհետև մեկուսարան տեղափոխելը մեծ աղմուկ բարձրացրեց, վարչապետը ընդունեց ծնողներին, ասաց, որ համապատասխան մարմիններին հանձնարարելու է, որպեսզի գործը առավել ուշադիր քննեն։ Հիմա ինչ է արվում, սա էլ տեղից որոշակի առումով շարժվում է, այդ երեխաները վերջին զանգը մեկուսարանում են ի վերջո դիմավորել, ֆիզկուլտուրայի ուսուցչի դեպքի հետ կապված, եթե հիշում եք։ Այո, բնականաբար հիշում եմ, որովհետև վարչապետի մոտ ընդունելության ժամանակ ես ինքս էլ էի ներկա եւ տեղյակ եմ ինչ խոսակցություն է եղել, բայց այստեղ պետք է անպայման նկատի ունենալ, որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Նրանք ոչ թե ձերբակալված են, այլ կալանքի տակ են գտնվում եւ առաջինացյանի դատարանի որոշումից հետո ուրեմն վերցված են կալանքի, բայց պիտի ասեմ, որ պաշտպանը համապատասխան բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան եւ մոտ ժամանակներս, մոտ օրերս հավանաբար վերաքննիչ դատարանը կանդրադառնա այդ խնդրին։ Հուսով եմ, որ պաշտպանի բողոքը գրագետ եւ հիմնավորված բողոք կլինի եւ հուսով եմ, որ վերաքննիչ դատարանը հիմնավորված եւ օրինական որոշում կկայացնի այդ գործով։ Պարոն նախարար, դպրոցի տնօրենը եւ տուժողը եւս չեն բողոքել, բողոքը հետ է վերցրել տուժողը, դա հիմք չի, որպեսզի գործը կասեցվի։ Ոչ, դա հիմք չի, որովհետև դատական ակտ կա, դատավճիռ եւ բնականաբար վերաքննիչ դատարանը ըստ էության պետք է քննի գործը։